Օկուպացված Արցախի տարածքում մնացած մեր 10 հայրենակիցները տեղափոխվել են Հայաստան, սոցցանցի իր էջում հայտնել է սոցիալնախարար Արսեն Թորոսյանը։ Մեջբերում Ադրբեջանի Հանրապետությունում մինչ այժմ բնակվող 10 հայեր եւ ազգությամբ ռուս 1 Հայաստանի քաղաքացի դիմել են Ադրբեջանի եւ Հայաստանի պատկան մարմիններին Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու խնդրանքով։ Դիմումների հիման վրա նշված անձինք տեղափոխվել են հայրենիք։ Դիմումների հիման վրա նշված անձինք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն։ Հարավային Կովկասում Թրամփը փորձել է բարելավել արտաքին, առևտրային եւ էներգետիկ հարաբերությունները Չինաստանի դեմ Ամերիկայի դիրքերը ամրապնդելու համար, գրել է Forbes-ը։ Պարբերականը հիշեցրել է, որ 2025 թվականի օգոստոսին Թրամփի, Ալիևի եւ Փաշինյանի ստորագրած համաձայնագրերի արդյունքում ստացված խաղաղության նախաձեռնությունը հնարավորություն է տվել Միացյալ Նահանգներին մուտք գործել մեջբերում Զանգեզուրի միջանցք, որը վերանվանվել է Թրամփի երթուղի միջազգային խաղաղության եւ բարգավաճման համար։ Forbes-ը ընդգծել է, որ Կովկասը հարուստ է բնական պաշարներով, միջազգային առևտրի վարչության տվյալներով Հայաստանն ունի այնպիսի մետաղներ, ինչպիսիք են երկաթը, պղինձը, ոսկին, արծաթը եւ այլումինը։ Հայաստանը նաեւ զարգացրել է ադամանդի վերամշակման արդյունաբերությունը եւ Հայաստանի կառավարությունը ակտիվորեն ձգտում է զարգացնել իր հանքային պաշարները, ինչը կարող է մեծ հետաքրքրություն ներկայացնել Միացյալ Նահանգների համար։ Քննադատները պնդում են, որ Թրիփը ձգտում է թուլացնել Հայաստանի ինքնիշխանությունը, Միացյալ Նահանգներին հասանելիություն տալով Կովկասի բնական պաշարներին։ Միացյալ Նահանգները ակտիվ հետաքրքրություն է ցուցաբերել նաև Ադրբեջանի նկատմամբ։ Բացի Թրիփից, Ադրբեջանի եւ ԱՄՆ պաշտոնյաները քննարկել են նաև էներգետիկ համագործակցության մանրամասն ճանապարհային քարտեզը, գրել է Forbes-ը։ Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցին երկու դատական հայց է ներկայացրել Ստեփան Ասատրյանի, նախկինում Տեր Արամի դեմ, ով Գարեգին II որոշմամբ դեռ 2025 թվականի հոկտեմբերի 21-ին կարգալույծ էր արվել։ Եկեղեցին պահանջել է, որ դատարանը պարտավորեցնի Ստեփան Ասատրյանին հետ վերադարձնել Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցուն պատկանող բնակարանը։ Մայրաթոռը մինչև 2026 թվականի հունվարի 15-ը ժամանակ էր տվել Ստեփան Ասատրյանին, որպեսզի վերադարձնի եկեղեցուն պատկանող բնակարանի բանալիները, սակայն նախկին քահանան հրաժարվել էր հանձնել։ Մյուս հայցադիմումով եկեղեցին պահանջել է պարտավորեցնել Ստեփան Ասատրյանին վերադարձնել Հովանավանքի եկեղեցու բանալիները, արգելելով նրան մուտք գործել Հովանավանքի եկեղեցու Սուրբ Խորան, Ավանդատուն եւ Ատյան։ Մեր ձևով շարժումը հերքել է Հայաստանի կառավարության տարածած լուրը, թե Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը մերժել է Հեցի գործով Կարապետյանների միջնորդության բոլոր պահանջները։ Մեր ձևով շարժումը տարածել է հայտարարություն, մեջբերում Հայաստանի կառավարությունը Արծրուն Հովանիսյանական ոճով Ստոկհոլմում պարտությունը հաղթանակ է ներկայացնում։ Ստոկհոլմի արբիտրաժայինը վերահաստատել է ամռանը կայացրած որոշումը, որտեղ պարտավորեցնում է Հայաստանի կառավարությանը զերծ մնալ Հեցի դեմ որևէ քայլից։ Սպասում ենք Հայաստանի կառավարության օրինապահ վարքագծին, այն է Հեցի դեմ քայլերի անվերապահ դադարեցմանը։ Որոշման վերաբերյալ մասնագիտական պարզաբանումը շուտով կներկայացնենք միջազգային փաստաբանական խմբի հայտարարությամբ։ Մեջբերման ավարտը։ Հարգելի պատգամավորներ, Հայաստանի խորհրդարանում այսօր արտահերթ նիստ է հրավիրվել ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու համար։ Նոր օրինագիծը վերաբերում է ընտրությունների ժամանակ դիտորդների անաչառությանն ու քաղաքական չեզոքությանը։ Մասնավորապես դիտորդական առաքելությունները պետք է բացահայտեն ֆինանսավորման աղբյուրները, արգելվում է որևէ կապ թեկնածուների հետ կամ քաղաքական քարոզչություն հիշեցնող գնահատականների հնչեցում։ Իշխանությունը նախագծի հիրատապությունը հիմնավորում է առաջիկա խորհրդարանական ընտրություններով։ Ընդդիմությունը պնդում է, որ սա իշխանական դիտորդական առաքելությունների ձևավորման գործընթաց է։ Հայաստան խմբակցությունը բոյկոտել է արտահերթ նիստը։ Խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ նախագիծը շրջանառության մեջ է դրվել մեջբերում այլանդակ արագությամբ, առանց պատշաճ հանրային եւ միջազգային քննարկումների։ Մեծամասնությունը անկախ ամեն ինչից արհամարելով բոլոր ժողովրդավարական նվազագույն կանոնները, իրավական նվազագույն պարտավորությունները որոշել է ուժի զորով, այսպես ասած, այս նախաձեռնություններ առաջիկա ընդամենը մի քանի ամսից սպասվող ընտրություններում իրականացնել փոփոխություն։ Բովանդակության մեր ֆրակցիայի ելույթի մասին կանդրադառնամ արդեն ֆրակցիայի ելույթ։ Կարճ ասած ռեժիմը խոճապի մեջ է, էլի։
Կրեմլում ավելի քան 3 ժամ անց ավարտվել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ամերիկյան պատվիրակության փակ հանդիպումը։ Ամերիկյան կողմից հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ու Դոնալդ Թրամփի փեսան Ջարեդ Քուշները։ Կողմերը քննարկել են Ուկրաինայի տարածքային հարցը, ինչպես նաեւ պայմանավորվել շարունակել շփումները եռակողմ ձևաչափով Կիևի մասնակցությամբ։ Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ առանց Ուկրաինայի եւ Ռուսաստանի տարածքային հարցի լուծման անհնար է դադարեցնել շուրջ 4 տարի շարունակվող հակամարտությունը։ Հանդիպման ավարտին նախագահի օգնականը հայտարարել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի միջև անվտանգության հարցերով եռակողմ առաջին հանդիպումը տեղի կունենա ուրբաթ Աբու Դաբիում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրենք շարունակում են մաքսատուրքեր սահմանել Իրանի նկատմամբ։ Եթե դուք գործարքներ եք կնքում Իրանի հետ, ձեր վրա կգործի 25% մաքսատուրք։ Այն ուժի մեջ կմտնի շատ շուտով, ասել է Սպիտակ տան ղեկավարը։ Նրա խոսքով իրենք մեծ ճնշում են գործադրել Իրանի վրա։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Իրանը ցանկանում է բանակցել Միացյալ Նահանգների հետ։ Աշխարհը հոգնել է ծաղրածուներից։ X-ի իր միկրոբլոգում գրել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, արձագանքելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կոչին։ Դավոսում կայացած տնտեսական ֆորումի իր ելույթում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին խոսել էր Իրանում վերջին իրադարձությունների եւ ցուցարարներին սպանելու մասին։ Նա նշել էր, թե աշխարհը անհրաժեշտ օգնություն չի ցուցաբերել Իրանի ժողովրդին։ Իրանում ցուցարարները խեղդվում էին արյան մեջ, աշխարհը բավարար օգնություն չէր ցուցաբերում իրանցի ժողովրդին, այն մի կողմ էր քաշվել։ Եվրոպայում Սուրբ Ծննդյան եւ Նոր տարվա տոնակատարություններ էին անցկացվում, եւ եվրոպացի քաղաքական գործիչները վերադարձան աշխատանքի եւ դիրքորոշում ընդունեցին, այաթոլան արդեն հազարավոր մարդկանց էր սպանել։ Եթե Իրանի ռեժիմը մնա, դա կլինի ուղերձ աշխարհին։ Սպանեք շատ մարդկանց եւ մնացեք իշխանության գլուխ։ Արաղչին շեշտել է, մեջբերում, ի տարբերություն ձեր բանակի, որը ֆինանսավորվում է արտասահմանից եւ լի է վարձկաններով, մենք իրանցիներս կարող ենք պաշտպանվել եւ անհրաժեշտ չենք համարում արտաքին օգնություն խնդրել։ Ես մտահոգվում եմ Պուտինի այսպես կոչված խաղաղության խորհրդի անդամ լինելու վերաբերյալ, ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։ Նրա խոսքով Ռուսաստանի նախագահը պատերազմում է եվրոպական երկրի դեմ։ Նրանք ռմբակոծում են Ուկրաինան։ Երկրի 60%-ը -20 աստիճան սառնամանիքին առանց էլեկտրաէներգիայի է մնացել։ Մարդիկ վրաններ են տեղադրում իրենց հյուրասենյակներում տաքանալու համար։ You got the deal, Mr. President. You got the deal. President Trump, can you come to the cameras? Good. We have a ways to go. They're meeting with President Putin today, as you know. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո ուղերձ է փոխանցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, նշելով, որ պատերազմը պետք է ավարտվի։ Թրամփը նշել է, որ Դավոսում իր եւ Ուկրաինայի նախագահի հանդիպումը հաջող է ընթացել։ Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ բոլորը ունեն մեկ ցանկություն, եւ դա ռուս-ուկրաինական հակամարտության ավարտն է։ Մակրոնի աչքին հաջորդել է Թրամփի ձեռքը։ Դավոսում ԱՄՆ նախագահի ձեռքի կապտուկը չի վրիպել հանրության ուշադրությունից։ Նա պարզաբանել է, որ ֆորումի ընթացքում հարվածել է սեղանին։ Մինչ Թրամփի պարզաբանումը մամուլում ակտիվացել էին Թրամփի հիվանդության մասին լուրերը։ 2025 թվականի ամռանը ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում էր հայտնվել Թրամփի աջ ձեռքի կապտուկը։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել էր, որ Թրամփի մոտ ախտորոշվել է քրոնիկ երակային անբավարարություն։ Թրամփի բժիշկ Շոն Բարբաբելլան հայտարարության մեջ գրել էր, որ Թրամփի աջ ձեռքի կապտուկները կապված են ասպիրինի օգտագործման եւ հաճախակի ձեռքսեղմումների հետ։ NATO, I'm talking about Europe. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետ է կանչել Կանադայի խաղաղության խորհրդին միանալու հրավերը։ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումում բացահայտորեն քննադատել էր հզոր երկրներին, որոնք տնտեսական ինտեգրացիան օգտագործում են որպես զենք եւ մաքսատուրքերը որպես լծակ։ Այս նամակով խաղաղության խորհուրդը հետ է կանչում երբևէ հավաքված առաջնորդների ամենահեղինակավոր խորհրդին Կանադայի միանալու հրավերը։ Truth Social սոցկայքում Քարնիին ուղված գրառման մեջ նշել է Թրամփը։ Քարնիի գրասենյակն ավելի վաղ հայտարարել էր, որ Կանադայի վարչապետը ստացել է խորհրդին միանալու հրավերը եւ պատրաստվում է ընդունել այն։
Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում մեկ գիշերվա ընթացքում 14 տարեկան երկու երեխայի են առևանգել՝ աղջիկ եւ տղա։ Նրանք երկուսն էլ տնից դուրս են եկել եւ անծանոթ աղջկա հետ հեռացել։ Տղայի հորից $350,000 են պահանջել։ Առևանգությունից ժամեր հետո ծնողին տեսահաղորդագրություն է ուղարկվել, որտեղ տղան խնդրում է հնարավորինս շուտ փոխանցել գումարը, որպեսզի տուն վերադառնա։